Երբ թշնամիդ քանդում է քո սրբությունը, իսկ Աստված քեզ ասում է՝ սիրիր նրան։ Պատկերացրեք մի տեսարան. տասնամյակների աշխատանք, հորից որդի փոխանցված արվեստը, մարմնացած մի անգին խաչքարի մեջ, հանկարծ ընկած է գետնին ջարդուփշուր արված։ Միայն մարմարի սառը բեկորներն են մնացել, որոնք ասես քո սեփական հոգու կտորներն ինեն։ Այդ պահին ատելությունը դառնում է միակ շունչը, իսկ վրեժը միակ ճանապարհը։ Այսօր մենք կբացահայտենք մի պատմություն, որտեղ ամեն ինչ կորած էր թվում։ Կտեսնեք, թե ինչպես կարող է մենք մոռացված աստվածային խորհուրդը դառնալ ավելի հզոր զենք, քան ամենաուժեղ բռունցքը։ Բայց ամենակարևորը, մենք ականատես կլինենք մի անհավանական շրջադարձի, երբ անողոք թշնամին ինքն է ծնկի գալիս ոչ թե ուժի, այլ մի բանի առաջ, որը նա երբեք չէր կարող կանխատեսել։ Սա ոչ թե պարզապես պատմություն է, այլ բանալի, ձեր կյանքի ամենադժվար պայքարներում հաղթելու համար։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսն ենք մենք։ Արևի առաջին շողերը հազիվ էին շոյել Արարատի ձյունե գագաթը, երբ Գևորգ վարպետն արդեն իր արհեստանոցում էր։ Օդը լցված էր քարի փոշու բուրմունքով և նոր եփված սուրճի բույրով, մի խառնուրդ, որը Գևորգի կյանքի անբաժանելի մասն էր դարձել արդեն 55 տարի։ Նրա արհեստանոցը սովորական շինություն չէր, այն քարե մի փոքրիկ սրբավայր էր, ժառանգություն մնացած իր հորից, իսկ հորը իր պապից։ Պատերին շարված էին տասնյակ անավարտ խաչքարեր, յուրաքանչյուրը մի աղոթք, մի պատմություն, մի ճակատագիր։ Գևորգի մատները, կոշտացած ու սպիացած, սահում էին սառը տուֆի վրայով այնպիսի քնքշությամբ, ասես կենդանի էակի էին դիպչում։ Նա ոչ թե ուղղակի քար էր տաշում, նա քարի միջից ազատում էր այնտեղ թաքնված խաչը, զարդանախշը, հավերժության խորհուրդը։ Այդ առավոտ, սակայն, սովորական մուրճի ու հատիչի ձայնի փոխարան դրսից լսվեց մի այլ, օտար ու սարսափազդու ձայն, ծանր տեխնիկայի խուլ գվոց։ Գևորգը դուրս նետվեց։ Արհեստանոցի դիմաց, այն փոքրիկ պուրակում, որտեղ ծաղկում էին նրա հոր տնկած ծիրանենիները, կանգնած էր մի հսկայական բուլդոզեր։ Նրա կողքին, սև փայլուն մեքենային հենված, կանգնած էր մի տղամարդ, թանկարժեք կոստյումով։ Ինքնավստահ ժպիտը դեմքին։ Դա Տիգրանն էր, քաղաքի նորահարուստ կառուցապատողներից մեկը, մի մարդ, ում համար հողը ոչ թե հայրենիք էր, այլ ընդամենը քառակուսի մետրերով չափվող ապրանք։ Վարպետ Գևորգ, բարի լույս, ասաց Տիգրանը ձայնի մեջ թաքնված արհամարանքով։ Եկել եմ վերջին անգամ զգուշացնելու, մի շաբաթից այս տարածքը պետք է ազատ լինի, այստեղ բարձրակարգ բնակելի համալիր է կառուցվելու։ Գևորգի արյունը սառեց երակներում։ Նա նայեց իր արհեստանոցին, հետո Տիգրանի ինքնագոհ դեմքին։ Այս արհեստանոցը 100 տարեկան է, խզված ձայնով ասաց նա։ Այստեղ իմ պապն է աղոթքը քարի վերածել, հետո հայրս։ Ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա։ Տիգրանը ծիծաղեց, ցածր տհաճ ծիծաղեր։ Ծերուկ, մի հիմարացիր, փող եմ առաջարկել, լավ փող։ Չես ուզում, քո խնդիրն է, բայց օրենքն իմ կողմն է, թղթերս կարգին են, այս ամբողջ թաղամասը գնված է, քո այս քարերի կույտը միակ խոչընդոտն է։ Նրա կողքին կանգնած Գևորգի երկու երիտասարդ աշակերտները, Լևոնն ու Սարգիսը, առաջ եկան, բռունցքները սեղմած։ Մի համարձակվիր վարպետի հետ այդպես խոսել, գոռաց Լևոնը։ Տիգրանը հայացք անգամ չարժանացրեց նրանց։ Նա նորից դարձավ Գևորգին։ Մի շաբաթ վարպետ, հետո այս բուլդոզերը կխոսի։ Եվ նա նստեց իր մեքենան ու հեռացավ, թողնելով Գևորգին կանգնած իր պապերի ժառանգության և պողպատե հրեշի միջև։ Քարի փոշին, որ միշտ կյանքի բույր ուներ, այդ պահին թվում էր մահվան մոխիր։ Ցասումից դողացող Գևորգը ներս մտավ արհեստանոց և բռունցքով խփեց քարե սեղանին։ Ցավը ձեռքից անցավ ամբողջ մարմնով, բայց չմեղմեց հոգու փոթորիկը։ Նրա կինը, Անահիտը, վազելով մոտեցավ ձեռքին մի բաժակ ջուր։ Գևորգ, հանգստացիր սիրտդ։ Կնոջ ձայնը լի էր անհանգստությամբ։ Ինչ հանգստանալ Անահիտ, այդ անաստվածը եկել է տունս քանդելու, պապերիս շունչը ջնջելու, իսկ դու ասում ես հանգստացիր։ Երեկոյան, երբ թաղամասի մյուս արհեստավորները, Հացթուխ Մկրտիչն ու Կոշկակար Վահեն, լսեցին լուրը, եկան Գևորգի մոտ։ Նրանք նստած էին արհեստանոցի բակում ծիրանենու տակ, և օդը լի էր անհանգստությամբ։ Ախր Գևորգ ախպեր, ինչ կարող ենք մենք անել, ասում էր Մկրտիչը, տերևները տրորելով նյարդային մատներով։ Այդ մարդը գայլ է։ Մենք գառներ։ Ձայն հանենք, մեր գլխին կբերի։ Վահեն, որ միշտ ավելի լավատես էր, փորձեց մեղմել իրավիճակը։ Գուցե կարելի է խոսել, համոզել, գուցե փաստաբան գտնենք, օրենքով պայքարենք։ Ինչ օրենք, ինչ խոսք, կտրուկ ընդհատեց Լևոնը, որը մինչ այդ լուռ կանգնած էր մի անկյունում։ Այդպիսիները միայն ուժի լեզուն են հասկանում։ Պետք է ցույց տալ, որ մենք էլ անտեր չենք։
Սարգիսը, որ ավելի հանգիստ բնավորություն ուներ, հայացքը հառել էր Գևորգին, սպասելով նրա խոսքին։ Բայց վարպետը լուռ էր։ Նա նայում էր իր ձեռքերին, այն ձեռքերին, որոնք կարող էին անշունչ քարին կյանք տալ, բայց հիմա անզոր էին պաշտպանելու իրենց իսկ ստեղծած աշխարհը։ Հաջորդ օրը Գևորգը, անտեսելով երիտասարդների կրակոտ առաջարկները, գնաց քաղաքապետարան։ Նա իր հետ վերցրել էր մի հին կաշվե պայուսակ, որի մեջ իր պապի ձեռքով գրված սեփականության վկայականն էր և արհեստանոցի հին լուսանկարները։ Ժամերով սպասեց միջանցքներում, մի պաշտոնյայի սենյակից մյուսն անցավ, բայց ամենուր բախվեց անտարբերության սառը պատին։ Նրան ցույց տվեցին նոր հատակագիծը, որտեղ իր արհեստանոցի տեղում նկարված էր ապագա շենքի ստորգետնյա ավտոկայանատեղին։ «Ցավում ենք, պարոն», ձանձրացած տոնով ասաց ճարտարապետության բաժնի պետը, նույնիսկ չնայելով Գևորգի դեմքին։ Բայց որոշումն ընդունված է։ Տիգրանի ընկերությունն ունի բոլոր թույլտվությունները։ Քաղաքը պետք է զարգանա։ Հուսահատված Գևորգը դուրս եկավ շենքից և կանգնեց Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ։ Շուրջը կյանքը եռում էր, մարդիկ շտապում էին իրենց գործերով, իսկ նա իրեն զգում էր անտեսանելի, ասես իր ցավը ոչ ոքի չէր հետաքրքրում։ Հենց այդ պահին նրա հեռախոսը զանգեց, Անահիտն էր։ «Գևորգ, Տիգրանի մարդիկ այստեղ են», կնոջ ձայնը դողում էր։ «Նրանք բերել են շինարարական ցանկապատներ ու սկսում են տարածքը փակել, ասում են նախապատրաստական աշխատանքներ են»։ Գևորգի սիրտը բուռն սկսեց բաբախել։ Նա հասկացավ, որ Տիգրանը խոսքից գործի է անցնում, առանց սպասելու մեկ շաբաթվա ավարտին։ Երբ Գևորգը հասավ արհեստանոց, տեսարանը սարսափելի էր։ Բանվորները Տիգրանի աշխելեքի գլխավորությամբ մետաղական ցցեր էին խրում հողի մեջ արհեստանոցի շուրջը։ Լևոնն ու Սարգիսը փորձում էին խանգարել նրանց, կանգնելով ճանապարհին։ «Հեռու կացեք այստեղից, դուք իրավունք չունեք», գոռում էր Լևոնը։ Աշխղեկը, մի կոպիտ բարձրահասակ տղամարդ, քմծիծաղով նայեց նրան։ «Իրավունքը թղթի վրա է, տղա ջան, իսկ թուղթը մեր մոտ է։ Հրաման ունենք տարածքը պարսպապատել»։ Գևորգը մոտեցավ, նրա դեմքը քարացել էր։ «Ես եմ այս տան տերը, մինչև դատարանի որոշումը ոչ ոք իրավունք չունի այստեղ ոտք դնելու»։ «Դատարան», ծաղրական ծիծաղեց աշխղեկը։ «Մինչև դու դատարան հասնես, այստեղ հիմքերը կփորենք։ Տիգրան Կարապետիչը չի սիրում սպասել»։ Բանվորներից մեկը կոպտորեն հրեց Սարգսին։ Լևոնը չդիմացավ և հարվածեց բանվորին։ Սկսվեց քաշքշուկ։ Անահիտը ճչաց։ Գևորգը նետվեց նրանց բաժանելու, բայց նրան էլ հրեցին, և նա ընկավ, ձեռքով հենվելով անավարտ խաչքարերից մեկին։ Այդ պահին նա տեսավ Տիգրանի մեքենան, որը կանգնած էր փողոցի մյուս կողմում։ Տիգրանը նստած էր մեքենայում, պատուհանը կիսով չափ իջեցրած, և սառը, անտարբեր հայացքով հետևում էր տեղի ունեցողին։ Նրա դեմքին անգամ բավարարվածության նշույլ կար։ Գևորգը հասկացավ, որ այս ամենը միտումնավոր էր արվում, իրեն հունից հանելու, կոտրելու համար։ Այդ պահին նրա մեջ ատելության այնպիսի ալիք բարձրացավ, որը խեղդում էր ամեն ինչ՝ ցավը, վախը, անզորությունը։ Ոստիկանությունը ժամանեց ուշացումով, երբ քաշքշուկն արդեն ավարտվել էր։ Նրանք արձանագրեցին տեղի ունեցածը, լսեցին երկու կողմերին, բայց քանի որ Տիգրանի աշխղեկը ներկայացրեց տարածքի նախնական աշխատանքների թույլտվությունը, իրավապահները միայն ուսերը թոթվեցին և հորդորեցին կողմերին հարցը լուծել օրենքի սահմաններում։ Տիգրանն ու իր մարդիկ հեռացան, թողնելով իրենց հետևից մետաղյա ծծերի տգեղ շարքը և Գևորգի ընտանիքի սրտում անզորության դառը զգացումը։ Այդ երեկո նրանց տանը լռություն էր տիրում։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր, ոչ հոգի կոկորդով պատառ չէր անցնում։ Գևորգը նստած էր հայացքը հառած պատին կախված իր հոր դիմանկարին, իսկ Անահիտը լուռ արցունքներ էր թափում խոհանոցում։ Լռությունը խախտեց Գևորգի կրտսեր եղբայրը, Դավիթը, որը լուրը լսելուն պես շտապել էր նրանց մոտ։ Դավիթը 45 տարեկան գործարար էր, պրագմատիկ ու կտրուկ մարդ, ում համար հոգևոր հարցերը երկրորդական էին իրական կյանքի խնդիրների համեմատ։ «Ես չեմ հասկանում, Գևորգ, մինչև երբ պիտի այսպես նստենք», սկսեց նա, չկարողանալով զսպել իր զայրույթը։ «Այդ սրիկան քո գլխին խաղ է սարքում, իսկ դու քաղաքապետարաններով ես ընկնում։ Պետք է իր լեզվով խոսել, ես լավ փաստաբաններ գիտեմ, կդիմենք դատարան, մամուլ կբարձրացնենք։ Կգտնենք նրա անցյալի կեղտոտ գործերը, կփորփրենք ու ջրի երես կհանենք։ Թող հասկանա, թե ում հետ գործ ունի»։ Գևորգը դանդաղ շրջեց գլուխը։ Նրա աչքերում հոգնածություն կար, բայց նաև մի նոր, անսասան վճռականություն։ «Ոչ, Դավիթ, մենք այդ ճանապարհով չենք գնա, մենք չենք կեղտոտվելու նրա ցեխի մեջ»։ «Բա ինչ ես անելու, աղոթե՞ս, որ հրեշտակները իջնեն ու բուլդոզերը տանեն», հեգնեց Դավիթը։ «Քո այդ հեզությունը մեզ կործանելու է»։ Գևորգը ոչինչ չպատասխանեց։
Նա վեր կացավ, մոտեցավ գրապահարանին, հանեց ընտանեկան հին հաստ կազմով ավետարանը և դրեց սեղանին։ Նրա շարժումները հանգիստ էին ու կշռադատված։ Նա բացեց Մատթեոսի ավետարանը։ «Լսեք, թե ինչ է ասում Տերը», ասաց նա փափուկ, բայց հաստատուն ձայնով։ «Լսել եք, որ ասվել է. աչք աչքի դիմաց և ատամ ատամի դիմաց։ Իսկ ես ձեզ ասում եմ, չարին ընդդիմություն ցույց մի տվեք, ընդհակառակը, եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու»։ Դավթի դեմքը քարացավ։ Նա անհավատալի հայացքով նայում էր եղբորը, հետո ավետարանին։ «Դու լուրջ ես, Գևորգ, ուշքի արի, նա մեր տունն է քանդում, իսկ դու ինձ ապտակի մասին ես քարոզ կարդում, սա ինքնասպանություն է»։ Անահիտը, որ մինչ այդ լուռ լսում էր, միջամտեց. «Դավիթ ջան, Գևորգը ճիշտ է ասում, ատելությունը ատելություն է ծնում։ Մենք չենք կարող մեր հոգիները կորցնել մի կտոր հողի պատճառով։ Ո՞րն է ճիշտ, Անահիտ, որ թողնենք ոտնատակ տան մեր արժանապատվությունը։ Սա հողի կտոր չէ, սա մեր պապերի տունն է։ Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել ու սպասել աստվածային հրաշքի։ Եթե դուք չեք ուզում պայքարել, ես մենակ կպայքարեմ»։ Նա կտրուկ վեր կացավ տեղից։ «Ես գնում եմ իմ փաստաբանի մոտ, իսկ դու, եղբայր, նստիր ու կարդա քո գրքերը, տեսնենք ում ճանապարհը կլինի ավելի արդյունավետ»։ Դավիթը դուռը շրխկացնելով դուրս եկավ, թողնելով Գևորգին ու Անահիտին իրենց տան քանդվող պատերի և ընտանիքի մեջ առաջացած ճեղքի առաջ։ Քրիստոսի խոսքը, որ պետք է մխիթարություն բերեր, դարձել էր բաժանման պատճառ, ընտանիքը բաժանելով երկու ճամբարի՝ նրանց, ովքեր հավատում էին երկնային զորությանը, և նրանց, ովքեր ապավինում էին երկրային ուժին։ Նույն օրը, երբ արևը կիզում էր քաղաքի կտուրները, Գևորգը քայլում էր դեպի իրանց թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Նա պետք է խոսեր Տեր Հովհաննեսի հետ։ Տեր Հայրը, իմաստուն ու բարի հովիվը, միշտ գիտեր ճիշտ խոսքեր գտնել։ Գևորգը քահանային գտավ եկեղեցու բակում, վարդերն խնամելիս։ Առանց նախաբանի վարդպետը թափեց իր սրտի ամբողջ դառնությունը, ոչ միայն Տիգրանի, այլև իր եղբոր հետ ունեցած վեճի մասին։ Տեր Հովհաննեսը համբերատար լսեց նրան, հետո ձեռքը դրեց նրա ուսին և առաջնորդեց դեպի եկեղեցու ստվերոտ ու զով խորքը։ «Գիտեմ, որդիս, քո ցավը մեծ է և զայրույթդ արդար», ասաց Տեր Հայրը։ «Մարդկային տեսանկյունից դու և եղբայրդ երկուսդ էլ ճիշտ եք։ Նա փորձում է պաշտպանել իր ընտանիքը, ինչպես կարողանում է, բայց մենք կանչված ենք ապրելու ոչ միայն մարդկային, այլև աստվածային տրամաբանությամբ»։ Նա մոտեցավ խորանի մոտ դրված ավետարանին, բացեց այն և սկսեց կարդալ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխը՝ լեռան քարոզը։ «Լսել եք, որ ասվել է. «Պիտի սիրես քո ընկերոջը և պիտի ատես քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին և աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են»։ Գևորգը կտրուկ ընդհատեց նրան. «Տեր Հայր, խնդրում եմ, այս ամենը գեղեցիկ խոսքեր են գրքերի համար, բայց ինչ անեմ ես, աղոթեմ այն մարդու համար, ով ուզում է իմ հացը ձեռքիցս հլել, իմ անցյալը հողին հավասարեցնել։ Սիրեմ նրան, ինչպես, դա անհնարին է, դա թուլություն է, իմ եղբայրը դա վախկոտություն կհամարի»։ Տեր Հովհաննեսը փակեց ավետարանը և նայեց Գևորգի աչքերի մեջ։ «Որդիս, մեր հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ մեկնել է այս խոսքերը։ Տերը մեզնից չի պահանջում զգացմունքային սեր, քնքշություն թշնամու հանդեպ։ Դա մարդկային բնությունից վեր է։ Քրիստոսի սերը գործողություն է, կամքի դրսևորում։ Սիրել թշնամուն նշանակում է հրաժարվել նրան պատասխանել իր իսկ զենքով, ատելությամբ։ Դա նշանակում է կոտրել ատելության շղթան։ Երբ դու ատում ես Տիգրանին, դու թույլ ես տալիս, որ նա քեզ կառավարի, քո սիրտը թունավորի։ Աղոթել նրա համար նշանակում է նրան հանձնել Աստծո դատաստանին և քո սրտի համար խաղաղություն խնդրել։ Սա թուլություն չէ, Գևորգ, սա ամենամեծ ուժն է։ Քո եղբայրը տեսնում է միայն արտաքին պայքարը, բայց իսկական ճակատամարտը քո հոգում է։ Եթե դու հաղթես այդ ճակատամարտում, ապա ոչ մի Տիգրան քեզ չի կարող հաղթել։ Գևորգը լուռ էր, նա հարգում էր Տեր Հոր խոսքերը, բայց նրա ամբողջ էությունը ընդվզում էր դրանց դեմ։ Այդ երեկո նա փորձեց աղոթել, ծնկի իջավ իր արհեստանոցում սրբապատկերների առաջ, բայց շուրթերից աղոթքի փոխարեն միայն անեծք էր պոկվում։ Նա տեսնում էր Տիգրանի ինքնագոհ դեմքը և սիրտը լցվում էր մաղձով։ Նա փորձում էր ասել «Տեր, ներիր նրան», բայց ներսում մի ձայն գոռում էր «Տեր, պատժիր նրան»։ Նա հասկացավ, որ կանգնած է իր կյանքի ամենամեծ պայքարի առաջ, և այս պայքարը ոչ թե Տիգրանի, այլ իր սեփական սրտի դեմ էր։ Ավետարանի խոսքը լույս էր, բայց այն այրում էր նրա վերքերը բուժելու փոխարեն։
Ամբողջ գիշեր Գևորգը չկարողացավ աչք կկացնել, նրա մտքում անընդհատ պտտվում էին Տեր Հովհաննեսի խոսքերը. Քրիստոսի սերը գործողություն է, կամքի դրսևորում։ Նա հասկանում էր, որ միայն աղոթելը բավարար չէ, հավատքն առանց գործերի մեռած է, նա պետք է մի քայլ աներ, մի քայլ, որը կխախտեր մարդկային տրամաբանությունը և ցույց կտար, որ ինքը ընտրել է այլ, աստվածային ճանապարհ։ Լուսադեմին նրա մտքում մի որոշում հասունացավ, դա միամիտ, գուցեև հիմար թվացող որոշում էր, բայց նրա սրտում մի ձայն հուշում էր, որ դա միակ ճիշտ քայլն է։ Նա մտավ իր արհեստանոց, որի շուրջ բոլորը արդեն ցցված էին մետաղե ձողերը, և մոտեցավ դարակին, որտեղ պահում էր իր ամենանուրբ աշխատանքները։ Նա այնտեղից հանեց մի փոքրիկ, ափի մեջ տեղավորվող խաչքար, պատրաստված վարդագույն տուֆից։ Դրա վրա նա քանդակել էր կենաց ծառի նուրբ պատկերը, հավերժական կյանքի խորհրդանիշ։ Այդ խաչքարը նա պատրաստել էր իր համար, որպես իր հավատքի խորհրդանիշ։ Նա զգուշորեն փաթաթեց այն փափուկ կտորի մեջ և դրեց գրպանը։ Ժամեր անց Գևորգը կանգնած էր քաղաքի կենտրոնում գտնվող փայլուն ապակեպատ մի շենքի դիմաց։ Դա Տիգրանի շինարարական ընկերության գլխամասային գրասենյակն էր։ Նա խորը շունչ քաշեց և ներս մտավ։ Ընդունարանի երիտասարդ քարտուղարուհին զարմացած նայեց նրա հնամաշ, քարի փոշով պատված հագուստին։ «Ես ուզում եմ տեսնել պարոն Տիգրանին», ասաց Գևորգը հնարավորինս հանգիստ։ «Դուք պայմանավորվել եք», սառը հարցրեց աղջիկը։ «Ոչ, բայց ասացեք, որ Գևորգ վարպետն է, արհեստանոցի հարցով»։ Մի քանի րոպե անց նրան թույլ տվեցին մտնել։ Տիգրանի աշխատասենյակը հսկայական էր ու շքեղ, պատերից կախված էին ժամանակակից նկարիչների վերացական կտավներ։ Տիգրանը նստած էր իր մեծ կաղնու փայտից սեղանի հետևում և ինչ-որ թղթեր էր ստորագրում։ Նա գլուխը բարձրացրեց, և նրա դեմքին հայտնվեց զարմացած արհամարհական արտահայտություն։ «Ինչ ես ուզում այստեղ ծերուկ, եկել ես խնդրես»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին։ Նրա սիրտը բաբախում էր, բայց նա ստիպում էր իրեն հանգիստ լինել։ Նա գրպանից հանեց կտորի մեջ փաթաթված խաչքարը, զգուշորեն բացեց և դրեց Տիգրանի թանկարժեք թղթերի կողքին։ «Սա քեզ համար է», ասաց Գևորգը, և նրա ձայնը հազիվ էր լսվում։ «Թող Աստված օրհնի քո աշխատանքը»։ Տիգրանը մի պահ քարացավ։ Նա նայում էր փոքրիկ, նրբագեղ խաչքարին, հետո Գևորգի դեմքին, ասես փորձում էր հասկանալ, սա ծաղր է, թե խորամանկություն։ Հետո նրա շուրթերին հայտնվեց տգեղ ժպիտ։ Նա վերցրեց խաչքարը, պտտեց ձեռքերի մեջ, ասես զննում էր դրա արժեքը։ «Վատ աշխատանք չէ», ասաց նա, «բայց ես քարեր չեմ հավաքում»։ Նա վեր կացավ, մոտեցավ սենյակի անկյունում դրված աղբամանին և առանց վարանելու ցուցադրաբար նետեց խաչքարը դրա մեջ։ Լսվեց քարի, մետաղին դիպչելու չոր, տհաճ ձայնը։ «Ինձ քո քարերը պետք չեն», ասաց Տիգրանը, շրջվելով դեպի Գևորգը։ «Ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս արի այստեղից»։ Գևորգը կանգնած էր, ասես կայծակահար լիներ։ Նա զգում էր, թե ինչպես է արյունը դեմքից քաշվում։ Սա ավելին էր, քան վիրավորանք։ Սա նվաստացում էր իր հավատքի, իր արվեստի, իր ողջ էության ոտնահարում։ Նա զգաց, թե ինչպես է ատելության ծանոթ տաք ալիքը նորից բարձրանում կոկորդը։ Նա ուզում էր գոռալ, հարվածել, շուռ տալ այդ սեղանը։ Բայց հանկարծ նրա աչքի առաջ եկավ Տեր Հովհաննեսի դեմքը։ Նա շրջվեց և առանց մի խոսք ասելու դանդաղ քայլերով դուրս եկավ սենյակից։ Նա հեռանում էր ջախջախված, բայց միևնույն ժամանակ նրա հոգում մի նոր զգացում էր ծնվում։ Նա ձախողվել էր, բայց չէր պատասխանել չարին չարիքով։ Եվ դա, ինչքան էլ տարօրինակ էր, նրան մի փոքր, շատ փոքր ուժ էր տալիս։ Այդ երեկո, երբ Գևորգը պատմեց կատարվածը, նրա արհեստանոցում հավաքված համայնքի անդամները ցնցված էին։ Հացթուխ Մկրտիչը անընդհատ գլուխն էր տնտղում, իսկ երիտասարդ Լևոնի աչքերում կրակ էր վառվում։ «Ես ասում էի, վարպետ, ես ասում էի, որ այդ անասունի հետ պետք չէ մարդավարի խոսել, նա միայն հարվածի լեզուն է հասկանում, պետք է պատասխան տալ, պետք է այնպես անել, որ նա զղջա իր արածի համար»։ «Իսկ ինչ անենք, Լևոն ջան», տխուր ձայնով ասաց կոշկակար Վահեն։ «Գնանք ծեծենք, մեզ կբռնեն, կդատեն, իսկ նա իր փողերով դուրս կգա, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք»։ Զրույցին միջամտեց Տեր Հովհաննեսը, որը լուռ նստած էր մի անկյունում։ «Գևորգի արարքը պարտություն չէր, այլ հոգևոր սխրանք», ասաց նա հանգիստ։ Նա ցույց տվեց, որ իր զենքը սերն է, ոչ թե ատելությունը։ «Բայց դուք ճիշտ եք, սա միայն սկիզբն է։ Քրիստոսի խորհուրդը հասկանալը մեկանգամյա գործողություն չէ, այլ ճանապարհ։ Գևորգն արեց առաջին, ամենադժվար քայլը, նա ցույց տվեց իր բարի կամքը։ Հիմա պետք է հասկանալ, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Աստված մեզնից չի պահանջում լինել միամիտ զոհեր։ «Եղեք օձերի պես իմաստուն և աղավնիների պես միամիտ», ասել է Տերը։
Գևորգը ցույց տվեց իր աղավնու միամտությունը։ Հիմա ժամանակն է փնտրել օծի իմաստությունը։ Մենք պետք է միասին ուսումնասիրենք Սուրբ Գիրքը եւ խնդրենք, որ Տերը մեզ ցույց տա այդ իմաստությունը, որովհետեւ Տիգրանի դեմ պայքարը ոչ թե Գևորգի անձնական գործն է, այլ մեր ամբողջ համայնքի հավատքի փորձությունը։ Գևորգի Տիգրանին նվեր տանելու լուրը կայծակի արագությամբ տարածվեց թաղամասում, բայց մարդկանց արձագանքը բոլորովին այն չէր, ինչ նա սպասում էր։ Շատերը նրա արարքը մեկնաբանեցին ոչ թե որպես քրիստոնեական սիրո դրսևորում, այլ որպես վախկոտություն եւ թուլություն։ Տեսեք, Գևորգը վախեցավ, գնաց Տիգրանի ոտքերն ընկնելու, շշնջում էին անկյուններում։ Նրա եղբայրը Դավիթը, երբ իմացավ այդ մասին, զայրույթից պայթեց։ Նա ներխուժեց արհեստանոց, որտեղ Գևորգը, Տեր Հովանեսը եւ մի քանի հարևաններ հավաքվել էին ավետարանն ուսումնասիրելու։ «Դու խայտառակեցիր մեր ընտանիքի անունը», գոռաց նա, թափահարելով ձեռքերը։ «Դու նվաստացար մի սրիկայի առաջ։ Հիմա բոլորը մեզ ծաղրում են։ Ինչ ես կարծում, քո այդ բարի քայլից հետո նա կխղճա քեզ։ Դու միայն ավելի ես բորբոքել նրա ախորժակը»։ Տիգրանը հասկացավ, որ դու կոտրված ես։ Տեր Հովանեսը փորձեց հանգստացնել նրան։ «Դավիթ, որդիս, Գևորգը գործեց ոչ թե մարդկային, այլ աստվածային տրամաբանությամբ։ Նա, թողեք ձեր քարոզները, Տեր Հայր», ընդհատեց Դավիթը։ «Իրական կյանքում ձեր գրքերը չեն աշխատում, եւ ես դա կապացուցեմ։ Ես արդեն դիմել եմ դատարան, եւ իմ փաստաբանը վստահ է, որ մենք կհաղթենք։ Մինչ դուք այստեղ աղոթքներ եք կարդում, ես գործում եմ»։ Դավթի խոսքերը մարդկարեական դուրս եկան, բայց ոչ այնպես, ինչպես նա էր սպասում։ Մի քանի օր անց Տիգրանը հակահարված տվեց։ Նա դիմեց տեղեկատվական պատերազմի։ Տեղական, ոչ այնքան հեղինակավոր թերթերից մեկում հայտնվեց մի մեծ զրպարտչական հոդված՝ «Խաչքարագործի խարդախությունը» վերնագրով։ Հոդվածում Գևորգը ներկայացվում էր որպես մի խաբեբա, որը տարիներ շարունակ ապօրինի տիրացել է պետական հողին, խուսափել է հարկերից եւ այժմ, երբ օրինական կառուցապատողը ցանկանում է բարեկարգել տարածքը, նա փորձում է շանտաժի միջոցով մեծ գումարներ կորզել։ Հոդվածը լի էր կեղծ փաստերով, անանուն ականատեսների վկայություններով եւ նույնիսկ ակնարկներով, թե Գևորգի պապն այդ հողը ստացել է կասկածելի ճանապարհով։ Դա թունավոր, լավ մտածված հարված էր, որը նպատակ ուներ ոչնչացնել ոչ թե արհեստանոցը, այլ Գևորգի բարի անունը։ Հարվածը սարսափելի էր, այն, ինչից Գևորգն ամենաշատն էր վախենում, տեղի ունեցավ։ Ինչ կասեն մարդիկ հարցը, որ միշտ կարևոր է հայկական միջավայրում, դարձավ խոշտանգման գործիք։ Հաջորդ օրը, երբ Գևորգի եւ Դավթի տարեց մայրը Տիկին Վարդուհին գնաց շուկա, նա բախվեց սառը պատին։ Մարդիկ, ովքեր տասնյակ տանիներ նրա հարևաններն ու բարեկամներն էին, խուսափում էին նրա հայացքից, ձևացնում էին, թե չեն տեսնում։ Կանաչեղեն վաճառող Աշխենը, որի հետ նա ամեն առավոտ սուրճ էր խմում, կտրուկ ասաց, որ իր մոտ լավ լոլիկ չի մնացել։ Հացթուխ Մկրտիչը, որ երեկ Գևորգի արհեստանոցում նստած խոսում էր քրիստոնեական համբերության մասին, հիմա գլուխը կախեց եւ մրմնջաց, թե շտապ գործ ունի։ Ճնշումը դարձավ ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի։ Տիկին Վարդուհին տուն վերադարձավ դատարկ սնդուկով եւ կոտրված սրտով։ Այդ երեկո նա լացակումած նայում էր իր որդիներին։ Ինչու մեզ հետ այսպես եղավ, հեքեքում էր նա։ Մենք ո՞մ ենք վատություն արել։ Միշտ ապրել ենք մեր ազնիվ քրտինքով, Աստծո անունը շուրթերին։ Իսկ հիմա մարդիկ մեզնից երես են թեքում։ Գևորգ, տղաս, գուցե ճիշտը քո եղբայրն է։ Գուցե պետք չէր գնալ այդ մարդու մոտ։ Դու նրան հաց տվեցիր, նա քեզ քարով պատասխանեց։ Քո այդ հեզությունը մեզ ամոթով պատեց։ Գևորգի համար դա ամենածանր հարվածն էր։ Նա կարող էր դիմանալ Տիգրանի արհամառանքին, հարևանների սառնությանը, բայց իր մոր արդյունքները եւ կասկածը նրա հավատքի նկատմամբ անտանելի էին։ Նա սկսեց կասկածել ինքն իրեն։ Իսկ եթե իսկապես սխալ է հասկացել տիրոջ խոսքերը, իսկ եթե սիրել թշնամուն նշանակում է ոչ թե նվեր տանել, այլ ինչ-որ այլ բան, որը նա չի ըմբռնում։ Նա զգում էր, որ հայտնվել է հոգևոր փակուղում։ Նա փորձում էր հետևել Քրիստոսի պատվիրանին, բայց դրա արդյունքում իրավիճակը միայն վատանում էր եւ իր ընտանիքը տառապում էր։ Նրա ներսում սկսվեց մի սարսափելի պայքար։ Մի կողմից իր հավատքն էր եւ Տեր Հովանեսի խոսքերը, մյուս կողմից իրականությունը, իր մոր արդյունքները եւ եղբոր մեղադրանքները։ Նա հավատում էր Աստծուն, բայց սկսում էր կասկածել, թե արդյոք ճիշտ է մեկնաբանում նրա կամքը։ Նրա հոգին լցվել էր կասկածներով, եւ ավետարանի լուսավոր խոսքերը սկսել էին մթաքնել,
ծածկվելով հանրային ամոթի և անզորության սև ամպով։ Հաջորդող օրերը Գևորգի համար վերածվեցին մղձավանջի։ Նա ամփոփվել էր իր արհեստանոցում, խուսափելով մարդկանց հայացքներից։ Նրա հոգին դատարկելու սառը։ Աղոթքները չէին օգնում, ավետարանի խոսքերը հնչում էին որպես հեռավոր, անհասկանալի արձագանք։ Նա կորցրել էր իր ճանապարհը։ Մի առավոտ, չդիմանալով տան ճնշող մթնոլորտին, նա նստեց իր հին մեքենան և առանց որևէ մեկին զգուշացնելու քշեց քաղաքից դուրս։ Նա գնում էր դեպի լեռները, դեպի խոր վիրապի լռությունը, բայց ճանապարհին նկատեց մի հին, կիսավեր վանքի ցուցանակ, որի մասին լսել էր, բայց երբեք չէր եղել։ Ինքն էլ չիմանալով ինչու, նա թեքեց մեքենան այդ կողմ։ Վանքը գտնվում էր բարձր ժայռի վրա, շուրջը միայն քամուսուլոցն էր ու արծիվների ճիչը։ Այնտեղ ապրում էր ընդամենը մի քանի վանական։ Գևորգը մտավ վանքի բակ, որտեղ ամեն ինչ խոսում էր լքվածության ու աղքատության մասին, բայց միևնույն ժամանակ օդում կար անբացատրելի խաղաղություն։ Նա չգնաց որևէ մեկի հետ խոսելու, չաղոթեց։ Նա պարզապես նստեց քարե նստարանին, նայելով հեռվում փռված արարատյան դաշտին։ Նրա միտքը դատարկ էր, սիրտը քարացած։ Նա այդպես նստած էր ժամեր շարունակ, երբ նկատեց մի տեսարան, որը սկզբում ուշադրություն չգրավեց, բայց հետո դանդաղ սկսեց խորանալ նրա գիտակցության մեջ։ Վանքը բակում խաղում էր մի փոքրիկ տղա, երևի վանականներից մեկի ազգականը։ Նրա հետևից վազում էր մի փոքրիկ թափառական շուն։ Տղան, չարաճճություն անելով, վերցրեց գետնից մի քար և նետեց շան ուղղությամբ։ Քարը դիպավ շան թաթին, և կենդանին ցավից կաղկանձեց։ Այդ պահին վանքի խցերից դուրս եկավ մի ծեր, ճերմակամորուս վանական։ Նա տեսավ լացող շանը և տղայի ձեռքի երկրորդ քարը։ Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա տղայի վրա, կխլատի նրան։ Բայց վանականը լուռ մոտեցավ, զգուշորեն վերցրեց տղայի նետած քարը գետնից։ Նա չնետեց այն մի կողմ, չվերադարձրեց տղային։ Փոխարենը նա մոտեցավ վանքի կիսավեր պատին, որտեղ մի մեծ ճեղք կար, և զգուշությամբ դրեց այդ քարը ճեղքի հիմքում, որպես առաջին քար մի նոր, վերականգնվող շարվածքի համար։ Հետո նա շոյեց տղայի գլուխը և մի կտոր հաց տվեց, որ տա վիրավոր շանը։ Այդ պահին Գևորգի գլխում ինչ-որ բան շրջվեց, ասես կայծակ խփեր, նա հասկացավ։ Աստված իմ, նա վերջապես հասկացավ։ Սիրիր քո թշնամուն։ Այս խոսքերը բառացի հասկանալը նրա ամենամեծ սխալն էր։ Քրիստոսը երբեք չի ասել. «Ընդունիր չարիքը, հանդուրժիր անարդարությունը, թույլ տուր, որ քեզ ոչնչացնեն»։ Դա ոչ թե սեր կլիներ, այլ ինքնասպանություն և մեղսակցություն չարին։ Վանականի արարքը բացեց նրա աչքերը։ Նա չպատասխանեց տղայի ագրեսիային ագրեսիայով։ Նա չսկսեց քարոզ կարդալ։ Նա վերցրեց չարիքի գործիքը, քարը, և այն վերածեց բարիքի, արարման գործիքի։ Նա վերցրեց կործանման էներգիան և այն ուղղեց դեպի շինարարություն։ Ահա թե որն էր իմաստությունը։ Սիրել թշնամուն նշանակում է ոչ թե սիրել նրա չար գործերը, այլ սիրել նրա մեջ Աստծո կողմից դրված կերպարը, որը խեղաթյուրվել է մեղքով։ Եվ այդ սերը դրսևորվում է ոչ թե պասիվ հանդուրժողականությամբ, այլ ակտիվ ստեղծագործական գործողությամբ։ Դա նշանակում է վերցնել քեզ ուղված հարվածը, քեզ վրա նետված քարը և այն չնետել հետ, այլ օգտագործել այն քո սեփական տունը, քո սեփական կյանքը, քո սեփական հավատքն ավելի ամուր կառուցելու համար։ Գևորգը ցնցված էր այս բացահայտման պարզությունից և հանճարեղությունից։ Ամեն ինչ տեղն ընկավ։ Իր նվերը Տիգրանին սխալ էր, որովհետև դա միամիտ աղավնու քայլ էր, առանց օձի իմաստության։ Դա փորձ էր չարին բարիքով պատասխանելու, բայց առանց հասկանալու, թե ինչպես վերափոխել չարի էներգիան։ Նա պետք է ոչ թե նվեր տար, այլ Տիգրանի կործանարար ուժն օգտագործեր ստեղծագործության համար։ Բայց ինչպե՞ս։ Այդ հարցի պատասխանը նա դեռ չգիտեր, բայց դա այլևս կարևոր չէր։ Գլխավորն այն էր, որ նա գտել էր ճիշտ ուխությունը։ Նրա հոգուց մի հսկայական բեռ ընկավ։ Նա այլևս չէր զգում իրեն անզոր զոհ։ Նա զինվոր էր, որին տվել էին նոր, անհաղթելի զենք։ Նա վեր կացավ, մոտեցավ ծեր վանականին, որն արդեն նստել էր և հաց էր կիսում շան հետ։ «Հայր Սուրբ, շնորհակալ եմ», ասաց Գևորգը, և նրա աչքերը լի էին արցունքներով։ «Ինչի համար որդիս», ժպտաց վանականը, «ես ոչինչ չարեցի»։ «Դուք ինձ ցույց տվեցիք ճանապարհը», պատասխանեց Գևորգը։ «Ես եկել էի այստեղ կոտրված, իսկ հիմա գիտեմ ինչպես վերցնել իմ վրա նետված քարերը և դրանցով տաճար կառուցել»։ Նրա հոգին լցվեց լույսով, և նա գիտեր, որ այս պահից սկսած ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Գևորգը վերադարձավ տուն լիովին փոխված մարդ։ Նրա դեմքից անհետացել էր տառապանքի ու կասկածի ստվերը, իսկ աչքերում վառվում էր մի նոր հանգիստ լույս։
Նա այլևս չէր խոսում հուսահատությունից կամ անարդարությունից։ Փոխարենը նա խոսում էր հնարավորությունների և արարման մասին։ Այդ երեկոն նա հավաքեց իր ընտանիքին, կնոջը, Անահիտին, եղբորը Դավթին և իր տարեց մորը տիկին Վարդուհուն։ Նույնիսկ Տեր Հովհաննեսին էր հրավիրել։ Մթնոլորտը լարված էր։ Դավիթը համոզված էր, որ եղբայրը վերջնականապես կոտրվել է և պատրաստվում է հանձնվել։ Գևորգը նրանց պատմեց ծեր վանականի և քարի պատմությունը։ Նա խոսում էր ոչ թե որպես քարազիչ, այլ որպես մի մարդ, ով բացահայտել է մի մեծ գաղտնիք։ «Ես սխալ էի», ասաց նա, նայելով բոլորի աչքերին։ «Ես կարծում էի, թե Տիրոջ պատվիրանը թուլության կոչ է, բայց դա ուժի, ամենամեծ ուժի կոչ է։ Դա կոչ է վերցնելու թշնամու կործանարար էներգիան և այն վերածելու ստեղծագործության։ Տիգրանը մեզ վրա քար է նետում։ Նա ուզում է քանդել մեր արհեստանոցը։ Իսկ մենք այդ քարերով տաճար կկառուցենք»։ Դավիթը անհամբեր թափահարեց ձեռքը։ «Ինչ տաճար, Գևորգ, ինչ ես դու խոսում։ Դա գեղեցիկ փոխաբերություն է, բայց իրական կյանքում դա չի աշխատում։ Նա բուլդոզերով կգա ու կքանդի քո տաճարը»։ «Ոչ», վճռականորեն ասաց Գևորգը և նրա ձայնում հնչեց պողպատե ամրություն։ «Նա չի կարող քանդել այն, ինչ մենք կկառուցենք, որովհետև մենք չենք պայքարելու մեր արհեստանոցի համար։ Մենք կանենք մի բան, որը նա երբեք չի սպասի։ Ես մի ծրագիր ունեմ»։ Նա մի պահ լռեց, խորը շունչ քաշեց և հայտարարեց իր որոշումը, որը սենյակում ներկա բոլորին շոկի ենթարկեց։ «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, դրա վրա շքեղ տուն կառուցելու համար։ Շատ լավ, իսկ մենք մեր արհեստանոցի կողքին գտնվող փոքրիկ լքված հողակտորի վրա, հենց նրա քթի տակ, կսկսենք վերականգնել հին մոռացված Սուրբ Գևորգ մատուռը։ Անվճար։ Մենք կդիմենք քաղաքապետարան, թույլտվություն կստանանք և մեր ամբողջ համայնքով կվերականգնենք այդ սրբավայրը։ Մենք նրա շահույթի վայրը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Եվ թող նա փորձի քանդել Աստծուց տունը։ Տեսնենք, ում կողմը կլինի օրենքը և ժողովուրդը։ Սենյակում մի քանի վայրկյան տիրեց խուլ լռություն։ Դավթի դեմքը քարացել էր։ Նա նայում էր եղբորը, ասես առաջին անգամ էր տեսնում։ «Դու խելագարվել ես», վերջապես կարողացավ արտաբերել նա։ «Լրիվ խելագարվել ես։ Դա ինքնասպանություն է։ Դու նրան ավելի ես գրգռում, նա մեզ կոչնչացնի»։ Բայց Անահիտը, որը ամիսներ շարունակ լուր տառապում էր, տեսնելով ամուսնու տանջանքները, հանկարծ վեր կացավ։ Նա մոտեցավ Գևորգին և բռնեց նրա ձեռքը։ Նա նայեց ամուսնու աչքերի մեջ, որտեղ տեսավ ոչ թե խելագարություն, այլ անսասան հավատքի կրակ։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա ժպտաց։ «Ես քեզ հետ եմ», հանգիստ ասաց նա։ «Եթե սա է Տիրոջ ճանապարհը, ուրեմն ես քեզ հետ եմ մինչև վերջ»։ Տիկին Վարդուհին, որը լսում էր այս ամենը, լուռ խաչակնքեց։ Նրա դեմքին հայտնվել էր հպարտության և հանգստության արտահայտություն։ Նա հասկացավ, որ իր որդին ոչ թե կոտրվել է, այլ վերածնվել։ Հաջորդ օրը Գևորգը իր գաղափարը ներկայացրեց համայնքին։ Արձագանքը միանշանակ չէր։ Ոմանք, ինչպես երիտասարդ կրակոտ Լևոնը, ոգևորվեցին։ «Սա հանճարեղ է, վարպետ, սա իսկական հարված է։ Մենք նրան ցույց կտանք, թե ինչ է նշանակում հավատքի ուժը»։ Մյուսները, ինչպես Հացթուղ Մկրտիչը, կասկածում էին։ «Բայց Գևորգ ջան, դա շատ վտանգավոր է։ Տիգրանը դա անպատասխան չի թողնի, նա կարող է վնասել մեզ, մեր ընտանիքներին, արդյոք արժե այդքան ռիսկի դիմել»։ Բայց ամենաանսպասելի արձագանքը եղավ Տեր Հովհաննեսի կողմից։ Երբ բոլորը խոսեցին, նա վեր կացավ, մոտեցավ Գևորգին և ամուր գրքեց նրան։ Նրա աչքերը փայլում էին։ «Տարիներ շարունակ ես քարոզում էի լեռան քարոզը», ասաց նա հուզված ձայնով։ «Եվ այսօր ես առաջին անգամ տեսնում եմ, թե ինչպես է այդ խոսքը մարմին դառնում։ Դու, Գևորգ, հասկացար այն, ինչ շատ աստվածաբաններ չեն հասկանում։ Դու հասկացար, որ Քրիստոսի սերը ոչ թե պասիվ զգացմունք է, այլ ակտիվ, ստեղծագործական ուժ, որը կարող է վերափոխել աշխարհը։ Այս գործում ես քո առաջին զինվորն եմ, և ես վստահ եմ, որ ամբողջ եկեղեցին կկանգնի մեր կողքին»։ Այդ օրը համայնքը բաժանվեց։ Ոմանք, վախենալով հետևանքներից, հեռացան, բայց մյուսները, ոգեշնչված Գևորգի հավատքով և Տեր Հովհաննեսի աջակցությամբ, միավորվեցին։ Նրանք դեռ չգիտեին, թե ինչ դժվարություններ են իրենց սպասում, բայց նրանք գիտեին մի բան. նրանք այլևս անզոր զոհեր չէին։ Նրանք շինարարներ էին, որոնք պատրաստվում էին իրենց վրա նետված քարերով տաճար կառուցել։ Գործը խոսքից արագ առաջ ընկավ։ Գևորգը Տեր Հովհաննեսի օգնությամբ կարճ ժամանակում ստացավ քաղաքապետարանի թույլտվությունը վերականգնելու մոռացված մատուռը։ Դա հանրաօգուտ բարեգործական նախաձեռնություն էր, և ոչ մի պաշտոնյա չէր համարձակվի մերժել։
Եվ մի շաբաթ անց արևոտ առավոտյան շինհրապարակը վերածվեց յուրօրինակ մարտադաշտի։ Մի կողմում Տիգրանի բուլդոզերն էր, որը լուռ ու սպառնալից կանգնած էր Գևորգի արհեստանոցի դիմաց։ Մյուս կողմում, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, Գևորգը, Տեր Հովհաննեսը, Լևոնը, Սարգիսը եւ մի քանի հավատարիմ հարևաններ սկսեցին մաքրել մատուռի տարածքը մոլախոտերից ու աղբից։ Նրանք աշխատում էին ուրախ, աղոթքով ու երգով։ Առաջին օրը Տիգրանը ուշադրություն չդարձրեց։ Նա կարծում էր, թե դա ծերունու հերթական անմիտ կմահաճույքն է, բայց երբ երկրորդ օրը բերեցին առաջին շինանյութը, ցեմենտի պարկերն ու ավազը, նա հասկացավ, որ իրավիճակը լրջանում է։ Հաջորդ օրը շինհրապարակ ժամանեցին Տիգրանի սև ջիպերը։ Նրա մարդիկ դուրս եկան մեքենաներից եւ կանգնեցին մատուռի տարածքի մոտ ձեռքերը խաչած։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, բայց սկսեցին հոգեբանական ճնշման արշավ։ Նրանք միացրին իրենց մեքենաների երաժշտությունը ամբողջ հզորությամբ, խլացնելով եկեղեցական շարականների ձայնը։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը միտումնավոր թափել մատուռի մուտքի մոտ, ստեղծելով տգեղ աղբակույտ։ Նրանք բարձրաձայն վիրավորանքներ էին հնչեցնում, ծաղրում Գևորգին ու նրա փոքրաթիվ խմբին, անվանելով նրանց խելագար աղանդավորներ։ Իրավիճակը ծայրաստիճան լարված էր։ Լևոնը մի քանի անգամ բռունցքները սեղմեց, պատրաստ պատասխանելու, բայց Գևոնգը ամեն անգամ հանգիստ դնում էր ձեռքը նրա ուսին։ «Ոչ, Լևոն», ասում էր նա հանգիստ, «հիշիր վանականի դասը։ Նրանք մեզ քարեր են տալիս, մենք պետք է դրանք օգտագործենք»։ Եվ նա ցույց տվեց իր օրինակը։ Ամեն անգամ, երբ Տիգրանի մարդիկ մի նոր վիրավորանք էին հնչեցնում, Գևորգը վերցնում էր մի քար եւ դնում մատուռի հիմքում։ Ամեն անգամ, երբ երաժշտության ձայնն ավելի էր բարձրանում, նա ավելի շատ ցեմենտի շաղախ էր պատրաստում։ Նա նրանց ագրեսիան վերածում էր իր աշխատանքի վառելիքի։ Նրա դեմքին չկար վախի կամ զայրույթի նշույլ, միայն հանգիստ, կենտրոնացած վճռականություն։ Սկզբում թաղամասի բնակիչները հեռվից վախեցած հետևում էին այս տարօրինակ դիմակայությանը, բայց օրերն անցնում էին, եւ նրանք սկսեցին նկատել մի զարմանալի բան։ Գևորգի խումբը չէր թուլանում, այլ ընդհակառակը ավելի էր ամրանում։ Նրանց աշխատանքի մեջ կար մի ուրախություն, մի լույս, որը սկսեց գրավել մարդկանց։ Առաջինը միացավ կոշկակար Վահեն։ Նա մի օր լուռ մոտեցավ, վերցրեց բահը եւ սկսեց օգնել։ Հետո եկավ հացթուխ Մկրտիչը, իր հետ բերելով թարմ տաք հաց ու պանիր։ Շուտով սկսեցին միանալ նաև ուրիշները։ Տարեց կանայք ջուր ու սուրճ էին բերում, երիտասարդները օգնում ծանր քարերը տեղափոխել։ Տիգրանի ստեղծած տգեղ աղբակույտի փոխանեն մարդիկ ծաղիկներ սկսեցին տնկել։ Նրա բարձր ագրեսիվ երաժշտությանը ի պատասխան մարդիկ սկսեցին ավելի բարձր երգել իրենց շարականները։ Հակամարտությունը դարձավ հրապարակային, եւ համակրանքը ակնհայտորեն Գևորգի կողմն էր։ Ամենազարմանալին Դավթի փոփոխությունն էր։ Նա, որ համոզված էր եղբոր խելագարության մեջ, ամեն օր գալիս եւ հեռվից հետևում էր աշխատանքներին։ Նա տեսնում էր, թե ինչպես է մի բուռ մարդկանց հավատքը դիմակայում կոպիտ ուժին։ Նա տեսնում էր, թե ինչպես է իր եղբայրը, որին ինքը թույլ էր համարում, դարձել իրական առաջնորդ, ում շուրջը համախմբվում են մարդիկ։ Նրա դատական հայցը դեռ ընթացքի մեջ էր, բայց նա արդեն հասկանում էր, որ իսկական ճակատամարտը հաղթում են ոչ թե դատարաններում, այլ մարդկանց սրտերում։ Մի երեկո, երբ աշխատանքն ավարտվել էր եւ բոլորը հեռացել էին, Դավիթը մոտեցավ Գևորգին, որը մենակ նստած էր մատուռի կիսակառույց պատի մոտ։ Ես ուզում եմ ներողություն խնդրել, դժվարությամբ արտաբերեց նա։ Ես քեզ չհավատացի։ Ես կարծում էի, թե դու թույլ ես, բայց դու բոլորիցս ուժեղ գտնվեցիր։ Ուժը իմ մեջ չէ, Դավիթ, ժպտաց Գևորգը։ Ուժը Տիրոջ խոսքի մեջ է։ Ես ընդհանրապես փորձում եմ լինել հնազանդ գործիք։ Դավիթը լուռ նայեց մատուռի պատերին, որոնք արդեն բարձրանում էին, որպես հավատքի տեսանելի վկայություն։ Վաղվանից ես էլ եմ գալու, ասաց նա։ Ես քար տաշել չգիտեմ, բայց ցեմենտ խառնել կարող եմ։ Եվ գուցե ժամանակն է, որ ես էլ սովորեմ կարդալ այն գիրքը, որը քեզ այսքան իմաստություն է տվել։ Գևորգը գրկեց եղբորը։ Այդ պահին նա հասկացավ, որ արդեն հաղթել է ամենակարևոր ճակատամարտում։ Նա ոչ միայն պաշտպանում էր իր արհեստանոցը, այլև վերականգնում էր իր ընտանիքը եւ իր համայնքը, քարը քարի վրա դնելով։ Մատուռի կառուցումը մոտենում էր ավարտին։ Պատերը կանգուն էին, իսկ տանիքի համար նախատեսված կղմինդրը արդեն բերված էր։ Համայնքի ոգևորությունը մեծ էր եւ նույնիսկ հարևան թաղամասերից էին մարդիկ գալիս օգնելու։ Տիգրանը, տեսնելով, որ իր ճնշման մեթոդները ոչ միայն չեն աշխատում, այլև հակառակ արդյունքն են տալիս, համախմբելով մարդկանց Գևորգի շուրջ, կորցրել էր ինքնատիրապետումը։ Նա հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը եւ որ իր հեղինակությունը վտանգված է։
Մի օր զայրույթից մթաքնած մտքով նա որոշեց վերջ դնել այս ամենին։ Նա նստեց իր հսկայական ջիպը և միայնակ, առանց իր թիկնապահների, ուղղվեց դեպի շինհրապարակ։ Նա մտադիր էր անձամբ բոլորի աչքի առաջ վախեցնել Գևորգին և վերջնականապես կոտրել նրա ոգին։ Երբ նրա մեքենան սրընթաց մոտեցավ և կտրուկ արգելակեց, փոշու ամպ բարձրացնելով, շինհրապարակում տիրեց լռություն։ Բոլորը սառեցին տեղում, զգալով մոտեցող փոթորիկը։ Տիգրանը դուրս եկավ մեքենայից։ Նրա դեմքը քարացել էր զայրույքից։ Նա չնայած ոչ ոքի, այլ ուղիղ քայլեց դեպի Գևորգը, որը կանգնած էր մատուռի մուտքի մոտ։ Սա գագաթնակետն էր։ Բոլորի հայացքները սևեռված էին այս երկու տղամարդկանց վրա։ Տիգրանը կանգնեց Գևորգի դիմաց, հելոյի հայացքով նայելով նրան։ Գևորգը չնահանջեց։ Նա հանգիստ, առանց վախի նայում էր Տիգրանի աչքերի մեջ, բայց նրա հայացքում ոչ թե մարտահրավեր կար, այլ խորը տխրություն և կարեկցանք։ Մի քանի վայրկյան տևած լռությունից հետո Գևորգը խոսեց, և նրա ձայնը հանգիստ էր, բայց հստակ։ «Ես գիտեմ, որ քո ծնողները, Հակոբն ու Սաթենիքը, թաղված են քաղաքի հին գերեզմանատանում, մոռացված մի անկյունում», ասաց նա։ «Ես գնացի, գտա նրանց գերեզմանները, մաքրեցի։ Նրանք աստվածավախ մարդիկ են եղել։ Այս մատուռը, երբ կառուցվի, կլինի նաև նրանց հիշատակին, որպեսզի նրանց հոգիները խաղաղություն գտնեն»։ Եվ նա ձեռքը մեկնեց Տիգրանին, ափի մեջ պահելով մի փոքրիկ հարթ քար, որը վերցրել էր մատուռի հիմքից։ «Սա առաջին քարն է», ասաց նա, «դու էլ կարող ես քո քարը դնել»։ Այդ պահին Տիգրանի հետ մի բան կատարվեց։ Գևորգի խոսքերը, իր ծնողների անունները, որոնք նա երևի տարիներ շարունակ չէր լսել, ճեղքեցին նրա զայրույթի և հպարտության զրահը։ Նրա դեմքի դիմակը փշրվեց։ Մի պահ նրա աչքերում երևաց ոչ թե ինքնավստահ գործարարը, այլ մի մոլորված, տառապող մարդ։ Նա նայեց քարին, հետո Գևորգի դեմքին։ Նրա շուրթերը սկսեցին դողալ, ասես ուզում էր մի բան ասել, բայց չկարողացավ։ Նա սուրբ չդարձավ այդ պահին, բայց նա կոտրվեց։ Առանց մի խոսք ասելու նա կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և նույնքան արագ հեռացավ, ինչպես որ եկել էր։ Այդ օրվանից հետո Տիգրանն այլևս չերևաց։ Նրա մարդիկ անհետացան, բուլդոզերը տարան։ Մի քանի շաբաթ անց Դավիթը իմացավ, որ Տիգրանը հետ է վերցրել դատական հայցը և վաճառել իր շինարարական նախագիծը մեկ այլ ընկերության։ Նա պարզապես հեռացել էր։ Մի քանի ամիս անց Սուրբ Գևորգ մատուռն արդեն կանգուն էր, իր փոքրիկ զանգակաթնով և գեղեցիկ խաչքարերով, որոնք Գևորգն ու իր աշակերտները պատրաստել էին հատուկ դրա համար։ Արհեստանոցը ոչ միայն փրկվեց, այլև ծաղկում էր։ Մատուռի կառուցման պատմությունը տարածվել էր, և մարդիկ գալիս էին ամենուրեք, պատվիրելու խաչքարեր այն վարպետից, ով հավատքի ուժով հաղթել էր ամենակարող թվացող թշնամուն։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Դավիթը, որը նախկինում ապավինում էր միայն փողի և ուժի օրենքներին, դարձել էր եկեղեցու ամենաակտիվ անդամներից մեկը։ Նա իր իրավաբանական գիտելիքներն օգտագործում էր օգնելու այն մարդկանց, ովքեր բախվել էին անարդարության։ Նա հաճախ էր լուռ աշխատում Գևորգի կողքին արհեստանոցում, և այդ լռության մեջ կար ավելի շատ ներողություն, հարգանք և սեր, քան որևէ խոսք կարող էր արտահայտել։ Համայնքը դարձել էր իսկական ընտանիք, միավորված ոչ թե արյան կապով, այլ ընդհանուր հավատքով և փորձությամբ։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր մենք միասին անցանք մի ճանապարհով, որը սկսվեց ատելությունից ու հուսահատությունից և ավարտվեց ստեղծագործությամբ ու հաշտությամբ։ Գևորգի պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս։ Տեր Հիսուս Քրիստոսի «Սիրեցեք ձեր թշնամիներին» պատվիրանը թուլության կամ պարտվողականության կոչ չէ։ Դա ամենահզոր զենքն է, որ տրված է մեզ։ Դա չի նշանակում աչք փակել անարդարության վրա։ Դա նշանակում է հրաժարվել խաղալ չարի կանոններով։ Դա նշանակում է վերցնել մեզ ուղղված կործանման էներգիան և այն վերափոխել արարման, շինարարության և բժշկության։ Սա հեշտ ճանապարհ չէ, այն պահանջում է մերձ իմաստություն, համբերություն և հավատք։ Բայց սա միակ ճանապարհն է, որը կոտրում է ատելության շղթան և իրական խաղաղություն է բերում մեր սրտերին, մեր ընտանիքներին և մեր աշխարհին։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ձեզ։ Խնդրում եմ կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Հանդիպել եք արդյոք իրավիճակների, որտեղ ներելն ու սիրելը անհնարին է թվացել։ Ինչ դասեր քաղեցիք այս պատմությունից։ Եկեք միասին սովորենք կիրառել մեր Տիրոջ իմաստությունը մեր առօրյա կյանքում։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Թող Տիրոջ խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։